տղամարդը կանոն եմ աշկետ մեջ սուտ ախոսում։ Ինչ նամակ գրես այդ մար։ Արեք Ալիևին նամակ գրենք, կարող Արցախը հետ տա։ Գրենք ժողովուրդ ջան։ Մենք գրակ այդ ձևով գրենք։ Մենք խնդրում եմ էլի, այնտեղ այնպես երկար ենք ապրում 5000 տարի է էլի։ Արեք գրենք։ Նամակ չկա գրելու, մենք ուզում ենք հասկանանք, փող են տվել, խաբել են թե չեն խաբել։ Եթե տվել են, ուրա։ Վետ չեն թողում, վրդում են առաջ։ Նույնիսկ ներկան է բանասը։ Կարապետյան Արմեն։ Ձկնաբույսների միության վարչության անդամ եմ Մաքսվիշ ընկերության տնօրեն, հիմնադիր տնօրենը։ Ծաղկյանքս պատմեմ ժողովուրդ ջան։ 30 տարի ապրել եմ դրսում, քրտնել, աշխատել, 2 տարի Գերմանիա, 30 տարի Մոսկվա։ Երեխաներս հավաքել եմ, եկել եմ դրսի շուկային ամբողջ աշխարհին եմ ծանոթ։ Դա է ձեզ հիմքեր տվել, որ չեք կարող արտահանել Եվրոպա։ Հարազատ, ես գները գիտեմ։ Ուրեմն կերը Եվրոպայի մարժի 1 եվրո, մեզ մոտ արժի 2 եվրո։ Ձկան ինքնարժեքը 80-90%-ը կազմում է կերը։ Հիմա եթե 90 մոտ դայժանը տանում հասցնում ես 1500 դրամ նստում, 2000-ով են ծախում։ Ես մեծածախի մասն եմ խոսում։ Մեկը չգնա խանութում, կարող եմ հերթով գները ցույց տալ խանութի, օգտվի Գերմանիայում, Լոնդոնում, որ քաղաքն եք ուզում, ասեք այդ քաղաքի գները ձեզ հիմա ցույց տամ։ Եղբայրս 800 աշխատակից ունի Գերմանիայում։ Հիմա մերը չի խոսում ոչ մի ձևի։ Մերը խոսում է հետ սովետական երկրներում, որովհետև մեզ մոտ տենց է։ Մենք կարող ենք ծախել Ղազախստան, ես իմ Ադրբեջան, մենք կարող ենք ծախել Վրաստան, Բելարուսիա, Ռուսաստան, ուրիշ տեղ մենք գնով չենք անցնում։ Ուղղակի չի ստացվում, Ժորժ ջան, մենք էլ ենք ինչ տարբերություն իմ համար որտե ծախեմ։ Երթում չենք կերել, ոչ աշխատակից ենք, ես իմ սպեցլուժբեքի ուրիշ երկրների, որ երթում ենք կերել մեր երեխեքի մոտ, որ պետք է այս անենք, այն անենք։ Մենք եկել ենք մեր երկիրը, ծաղկացնենք, աշխատատեղերը բացել ենք, հիմա փակում են, ուզում ենք հասկանանք խեն փակում։ Դուք հաջորդիվ ինչ եք պատրաստվում։ Չեմ ասելու։ Որովհետև մենակ չեմ, որ դա ուզենանք անելու արդեն վարչություն կա, երեխեք ջան, 7-8 հոգի մարդ է մտնում մեջը, նախագահ ունենք, բոլորը որոշված էսխի են, հիմա տակտիկան ասեմ, տեխնիկան ասեմ, ինչ ենք անելու, չեմ ասելու, բայց որոշված է հաստատ, վստահ եղեք ամեն ինչ օրերով, մի ամիս 30 օր գծած է ինչ ենք անելու։ 30 օր արուն ենք խմելու, ոնց որ մեզանից են խմում 3 ամիս, մենք արուն ենք խմելու, այսինքն հոգնածնելու ենք, միջև հասկանան, որ սենց ձգելով չի։ Ձգելով իշքան, հիմա ստեղ այսքան 1000 հոգի մարդ է հավաքված։ Ստեղ երեխաներ կան, կայլեսկով երեխեքով եկել են, ստեղ աշխատակիցներ են, մեկը չի բարեհաճում, էլ 2 բառ խոսան։ Լրիվ անասունի տեղ են դրել մեզի, չեմ հասկանում։ Միջամից ավել է այստեղ եք, ոչ մի առվակ։ Դու մեկ մի ամիս էլ ենք ստեղ լինելու, թող հանգիստ լինեն։ Եթե իրանց թվում է մեզնից համբերատար են, Միջամից ավել է այստեղ եք, ոչ մեկ ձեզ ոչինչ չի ասել։ մոտեցել են միլիցիայի աշխատակիցները, ասել են մենք սենց ենք ուզում Նազարյանի հետ հանդիպեք, հա, մենք էլ ասել ենք, մենք չենք ուզում գնանք Հրազդան։ Ինչ գործ ունենք Հրազդանի Նազարյանի հետ։ Մենք եկել ենք կոնկրետ, ով որ հարց կարող է լուծել, գոնե։ Տեղել ենք կասկածում, որ այս երկրում երկրորդ մարդ կա հարց լուծող։ Ես հիմա ես կարող երևի շորբուլակ, չգիտեմ որտեղից, ում են։ Ես այդ ազգանուն առաջ անգամ լսում։ Ես էկոնոմիկայի նախարարի ազգանունը չի բռնում, փոխ վարչապետի անունը չի բռնում, ով հարց լուծող է, ոչ մեկի անունը չի բռնում այդ ազգանունը չի բռնում այդ մարդու հետ, ում հետ ուզում են հանդիպենք։ Վարչությունը որոշում է կայացել, որ այդ մարդու հետ հանդիպում չի կարող լինել, որովհետև մենք գոնե նրա համար 8 ամիս նամակ գրենք, այդ մարդը նամակը չբացի։ Այդ մարդու հետ դուք կգնաք հանդիպելու, ձեզ եմ հարցնում։ Եթե 8 ամիս հազարավոր աշխատես, կեսն է ստեղ, որովհետև տնտեսությունը պետք է աշխատի։ Պետք է մաքրվի շանդորկաները, ընդ հարցեր կա, այրատներ չաշխատի, միլիոնավոր վնասներ են, հենց մի րոպեվա մեջ կկրենք, դրա համար սա կեսն է աշխատակիցների։ Հիմա եթե այդ մարդուն 8 ամիս նամակ են գրել, մի արկղ, ցելի արկղ նամակ են գրել, չի բացվել։ Մենք ջրերի հետ կապված մտել ենք ներս, ասել են մի հատ եկեք նամակ գրեք, ասել ենք արեք ձեզ ցույց տանք նամակներ։ Հանը դրել ենք իրանց դեմը, զարմացած գոնե թափեին։ Դա վերջին 8 ամիս։ Այն հավաքի ժամանակ եղել էս անգամ չէ։ Հիմա մենք էլ չունենք։ Երրորդ անգամ նույն մարդու մոտ կգնաս որ խապիկ ես։ Չեմ գնա։ Հաշվարկել եք այս 3 ամսվա ընթացքում ինչքան վնաս եք կրել։ Վնասների։ Մեծ թվեր է երեխեք, շատ մեծ թվեր։ Ես արդեն այս 80 օրվա մեջ 2 միլիարդ դրամ վարկ եմ արել։ Սենց չվերացեմ, որտեղ մի քիչ ռուբլիով, մի քիչ եվրոյով, մի քիչ դոլարով
միջինացված 2 միլիարդ պարտք եմ արել, որը չեմ պատրաստում երեխային թողել, որը 300,000 դրամ աշխատավարձ ստանում։ Համալսարանում դասատալի։ Շնորհակալություն։